Պատմական Հայաստանի այրարատ աշխարհի Արագածոտն գավառի նշանավոր գյուղերից մեկում ենք, Փարպիում։ Հինավուրց բնակատեղիներից է, ուր մարդկային ձեռքն ու ստեղծագործ միտքը թողել են իրենց բազում արարումների հետքերը։ Գյուղը հայտնի է ոչ միայն պատմական տարբեր դարաշրջանների վերագրվող հնագիտական, ճարտարապետական կոթողներով, այլ նաև որպես 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու ծննդավայր։ Իսկ Փարպեցին հայտնի է պատմություն հայոց և թուղթ առ Վահան Մամիկոնյան ստեղծագործություններով։ Այն, որ փարպեցիները մեծ հավատք են ունեցել առ Աստված, փաստում են համայնքում առկա բազմաթիվ հոգևոր տաճարները։ Այստեղ տարբեր դարաշրջաններում կառուցված գրեթե տասնյակի հասնող եկեղեցիներ, մատուռներ ու թուխ մանուկներ կան։ Բնակելի տների կողքին ու այգիների մեջ գտնվող տեղացիների կողմից Ծիրանավոր անվանվող եկեղեցին է։ Այն այդպես են անվանում, քանի որ աղոթատունը կառուցված է ծիրանագույն սրբատաշ տուֆից։ Հիմնադրվել է 5-րդ դարում։ Վաղ միջնադարյան թաղածածկ բազիլիկ է, հատակը սալածածկ։ 13-րդ դարում հիմնովին վերակառուցվել է։ Դրսից ավելացված հզոր կրկնապատերը, որոնք եկեղեցին առել են իրենց մեջ այն զրկելով լույսից, ինչպես նաև անմշակ որցաքարից կառուցված աշտարակ ամրոցը եկեղեցին դարձրել են հողածածկ բերդ։ Ավերվել է 18-րդ դարում և 1949 թվականին տեղի ունեցած երկրաշարժերից։ Փարպիի միջնադարյան հաջորդ հնագույն զարդը Սուրբ Թարգմանչած վանքն է։ Գտնվում է գյուղի արևելյան կողմում, բարձրադիր բլրի վրա։ Այն ամեն կողմից տեսանելի է։ Կառուցվել է 7-րդ դարում։ Իր ճարտարապետական համաչափություններով ու ներդաշնակ դասավորություններով չքնաղ մի աղոթարան է։ Ներքուստ և արտաքուստ խաչաձև եկեղեցի է։ Հենախորշերը ներքուստ կիսաշրջանաձև են։ Խաչաթևերը միմյանց հպվում են որմնասյուներով։ Իսկ սա արդեն Սուրբ Գևորգ եկեղեցին է։ Կառուցվել է 19-րդ դարում։ Բազիլիկ այս աղոթատունը ժամանակին գործել է։ Հենց այստեղ են հիմնականում տեղացիները պատարագի, ժամերգությունների ու այլ արարողությունների մասնակցել։ Ժամանակին Սուրբ Գևորգը ավելի մեծ է եղել, ավելի նոր կառույց է եղել, 1901-2 թվականներին կառուցված, որտեղ կարող ենք ասել գյուղի ամենամեծ տոնակատարությունն այստեղ են եղել, բայց ինքն էլ նորից սկսում է խոնարհված վիճակում։ Եվ մեր Սուրբ Դավիթ ունենք, մատուռ ունենք, սրբատեղի ունենք, որ գյուղի սկզբում է։ Այսպես ամեն մեկը կարծես իր ուրույն տեղն ունեցել մեր Փարպեցու կյանքում, իր հոգևոր աշխարհի ունենալով աղոթելու տարբեր սրբերի առաջ եւ իր, այսպես ասած, մոմը վառելու։ Թեկուզ Սուրբ Գևորգը հիմա խոնարհված է եւ ոչ մի գրքում, ոչ մի տեղ, ոչ մի բառ չկա Սուրբ Գևորգի մասին, եղել է մեծ եկեղեցի, կատարվել են կնունքներ, մահվան ծիսակատարություններ, պատարագ, ժամերգություն, ամեն ինչ, բայց 56 թվականին կարծեմ քանդվել է ու դեռ չի վերանորոգվել, բայց էլի գնում մոմ ենք վառում, բակն ենք մաքրում, խորանն ենք մաքրում, որպեսզի մաքուր լինի մեր եկեղեցին։ Լուսավորիչը տաճար շինված հանուն Սուրբ Երրորդության ի գեղաքաղաքն Փարպի առ ստորոտով լերին Արագածի։ Ոչ վաղ ժամանակների այս վկայությունը վերաբերում է արդեն գյուղի հարավ-արևմտյան կողմում Շաղվերդ գետի ձախ ափին վաղ միջնադարյան գյուղի ավերակների ու հին գերեզմանոցի մեջ գտնվող մեր առաջին հայրապետի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցուն, որը նաև որպես վանք կամ մենաստան է հիշատակված։ Պատմական որոշ աղբյուրների վկայությամբ աղոթատունը 13-րդ դարի կառույց էր համարվում մինչև վերջին շրջանում կատարված նորոգումը։ Իսկ երբ այստեղ պեղումներ սկսվեցին, պարզվեց, որ այն ավելի վաղ շրջանի կառույց է։ Պեղումների ժամանակ հայտնվել որ ավելի հին է Սուրբ Գրիգոր, դեռևս 7-րդ դար։ Դե դրսում տեսնեք,
այնտեղ տեսնենք գավիթի մասեր, այսպես ասած, կամ եկեղեցու սույների մասը, որ երևում է։ Եվ այդպես տարավ ավելի հինը խորքը։ Որտեղ ունենք վկայություն, որ ասում է դեռ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկավ այստեղ աղոթեց եւ այստեղից բարձրացավ Արագած լեռը։ Այդպես մի վկայություն կա եւ այստեղ հիմնեց տաճարը Սուրբ Գրիգորի։ Սրբատաշ կարմրավուն տուֆով կառուցված ուղղանկյուն հատակագծով թաղածածկ է, նման երկարավուն սրահի։ Արևմտյան կողմի մուտքից վերև ուղղանկյուն լուսամուտ ունի։ Պատի քարերին խաչեր են փորագրված։ Մուտքի բարավորին պահպանված է Ամիր Սպասալար Զաքարեի թողած արձանագրությունը, որը թվագրված է 1204 թվականով։ Ինչպես Փարպիի մյուս աղոթարանների, այնպես էլ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին շատ քիչ ու կծկտուր տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է միայն, որ 19-րդ դարի վերջերին վերակառուցվել է։ Մուտքի առջև ավելացել է գավթանման մի կառույց։ Զգացվում է, որ եկեղեցին ժամանակին պարսպապատված է եղել, նշմարելի են պարսպի հետքերը։ Մինչև սովետական շրջանը այս գյուղը ունեցել է 2 քահանա, 3 քահանա Փարպին ժամանակին, որտեղ իր արդեն ցույց է տալու հոգևոր, շատ հոգևոր տեղազար Փարպեցի մեզ համար Հովսեփ կաթողիկոս Փարպեցի, սրանք կաթողիկոսներին միշտ տվել է, այսինքն միշտ հոգևոր կյանք էստեղ եռացել է Փարպի մեջ։ Եվ դա այնպես նշան է այսքան սրբատեղիների։ Բազիլիկ այս աղոթատունը նոր շունչ է ստանում միայն 2004-ից 2005 թվականներին, երբ այստեղ հոգևոր հովիվ է նշանակվում Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը։ Ես որ եկա այս եկեղեցին, Փարպեցիներ գվկային ժամանակին, մի մետր հող ուներ այսպես, բարձր հողի վրա էր, այդ հողը երբ որ մաքրեցին, տակից դուրս եկան տապանակարերը, որ մենք չէինք նկատել։ Նույնիսկ տեղեր կա, որ ննջեցյալ են թաղել, բայց չեն նկատել, որ տակ եկեղեցու հատակն է։ Եվ այս պեղումների ընթացքում հայտնաբերվեց այս ամեն ինչը, որտեղ հիշում եմ, որ գալիս ենք հողեր եւ հողից նոր իջնում ենք ներքև, նոր դուռը բացում մտնում ենք եկեղեցի, այդպես ենք սկսել դեռևս։ Եվ այս եմ հիշում, որ հետո արդեն ինչպես ասեցի, վերականգնվեց, վերականգնվ արդեն եկավ իր հին տեսքին, որը չունենք սուրբ սեղան, չունենք տանիք, կաթում էր ամբողջ տանիքը, դռներ, այսպես փոխվեց եկեղեցին եւ ավելի նորացավ Փարթուրոջ։ Սուրբ Գրիգորի նորից հիշատակման հետ է կազմում, որ այստեղ իր մասունքն է։ Իհարկե շատ յուրահատուկ, որ մեր եկեղեցիներում շատ դեպքում մասունքները չեն լինում, դեռ ավելի շատ գավիթներում կամ դրսում։ Բայց այստեղ այսպես ենք տեսել, որ այստեղ մի կառույց կար եւ ասում է Սուրբի մասունք էս քարի տակ է գտնվում մասունքներից։ Եվ այսպես էլ բարի արա նորից քար այսպես պատրաստեց դրեց իր տեղում, որպես հիշատակում, որ այստեղ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքներից։ Փարպեցիները վստահեցնում են, որ իրենք զգում են համայնքում գտնվող այս եկեղեցիներից ճառագող բյուր օրհնությունները։ Ասում են, որ աղոթարանները ոչ միայն խաղաղություն, հանգստություն են պարգևում իրենց, այլև հույս ու հավատ ներշնչում ապրելու, առօրյայում ծանրացած խնդիրները հեշտությամբ հաղթահարելու, չընկճվելու, մշտապես առաջ ընթանալու ու արարելու։ Փարպի Սուրբ Գրիգորը հայտնի է իր բժշկությամբ եւ ինչպես Պերճ Պրոշյանի վկայության մեջ ունենք, երբ որ Սոսե Վարդթեր մեջ պատում է Սուրբ Գրիգորի ուխտի մասին, ասում է շատերը կիպի են դնում, կիպի թե դա ինչ նշան է, որպեսզի իրեն չխոսեցնեին։ Եվ աշտարակից ոտքով բերանը փակ, պետք է հավատացյալը գար հասնել Սուրբ Գրիգոր։ Մանավանդ այն հիվանդները, որոնց կատաղած շուններ գծե։ Եվ այս հիվանդներին այստեղ բժշկություն կար։ Դե այն ինչ որ հասել է մեզ մեր պապերից, ժառանգել ենք, բնական է, որ ավելի շատ քաղցր, ավելի շատ պարտավորեցնող, որ մենք էլ պետք է պահպանենք այս տաճարները, հանձնենք մեր երեխաներին, մեր սերունդներին, որ նրանք էլ ճանաչեն Աստծուն, որովհետև Աստված կա, կլինի, պահպանում է մեզ, պաշտպանում է նրա սուրբ խաչը։ Մեր եկեղեցիները, ես չգիտեմ, շատ մեծ զորություններ ունեն։ Ես մանկությունից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկել եմ, այսինքն ես մանկությունից կապված եմ եղել եկեղեցու հետ։ Ամեն շաբաթ օր Տեր հայրը Եղիշեն մեզ մոտ անցկացնում է իր, որ հավաքվում ենք, մնում ենք եկեղեցի, աղոթք ենք անում, մեծ զորություն է իջնում մեզ վրա։
ու մենք միշտ հավատքով, եթե հավատքով չմտնես եկեղեցի, չես կարող ինչ-որ մի բան ձեռնարկես, ինչ-որ պետք է հավատք ունենաս, խիղճ ունենաս, ամենակարևորը։ Մեր նկարահանման օրը համընկել էր Գրիգոր Լուսավորիչ հայրապետի չարչարանքների ու խոր վիրապում բանտարկվելու օրվա հետ։ Եվ քանի որ այդ աղոթատունը կրում է Լուսավորիչ հայրապետի անունը, այդ օրը հավատավորները այցելում են հատկապես նրա անունը կրող եկեղեցիները։ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեական հավատի համար 13 տարի տանջանքների ու խոշտանգումների ենթարկվեց, պահվելով խոր վիրապի ստորգետնյա զնդանում։ Դուրս գալով բանտից նա Քրիստոսի լույսը տարածեց հայոց աշխարհում եւ դարձավ հայ եկեղեցու առաջին հովվապետը։ Գրիգոր Լուսավորիչը իբրև հայոց հավատքի հայր եղավ ամենամեծ խոստովանողը։ Նա խոստովանեց իր հավատքն ամբողջ աշխարհին, ամբողջ հեթանոս աշխարհին, առանց վախենալու եւ առանց վարանելու։ Մեզ համար Գրիգոր Լուսավորիչը մի մեծ ասեմ, որովհետև համար առաջինն էր, որ քրիստոնեական լույսը բերեց մեր ժողովրդին։ Ճիշտն ասած, ամեն մի նեղություն, որ տանում ենք, միշտ հիշում ենք, որ ոնց տարավ ինքը, նույն ձևով եւ մենք ենք տանում։ Բոլորը գնում են խոր վիրապ, բայց մենք նախընտրում ենք գալիս ենք Փարպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Նախ որ Տեր Եղիշի հետ շատ տարիներ քայլում ենք, երկրորդը, որ ինձ համար նաև ընդունված է ինչու, որովհետև ես ստացա իմ թորնիկիս Գևորգիս, դրանով ավելի գոտեպնդվեցինք, ինչպես ասեմ, ավելի զորացվեց մեր հավատքը եւ իհարկե իմ ուխտավոր տատիկները, որոնք շուրջ 17 տարի արդեն քայլում ենք միասին, բոլոր եկեղեցիները։ Մենք ոչ անձրևին նայեցինք, ոչ սրտին նայեցինք, մեզ մի լավ քույր ունենք, Սոնյան։ Նա է մեզ բերել, նրա շնորհիվ ենք մենք եկել։ Եվ մենք ամբողջ խմբով երևի մի 17 հոգի եկել ենք պատարագին, մասնակցել ենք, մի հերաշք պատարագ եղավ։ Մենք Աստծու Սուրբ Արյունն ու մարմնին հաղորդակից եղանք, զորացանք, շատ ուրախացանք, հարստացանք ու պետք է նորից վերադառնանք Երևան։ Այս ուխտագնացությունը սկսվում է մեր Գրիգոր Լուսավորչից, որ ինքը դա տառապանքներ կրեց եւ մեր ազգին շնորհեց քրիստոնյա ռեչի քրիստոնյա ազգը կոչվելու մեծ երջանկությանը եւ ուխտագնացություն անելով մենք մաքրվում ենք, ավելի լուսավորվում ենք ու ճշմարիտ քրիստոնյան, որ ինքը լուսավորվում է, անկախ իրենից ինքը լույս է սփռում նաև իր շրջապատի վրա։ Կան այնպիսիները, որոնք նախանձի եւ հակառակության համար են քարոզում Քրիստոսին, բայց ուրիշներն այդ անում են սիրահոժար կերպով։ Քրիստոնյան նա չէ, ով անընդհատ մտածում է Աստծո մասին, այլ նա է, ով ապրում է Աստծո կամքի համաձայն, ասում են ծխականները։ Հաճախ մարդը պայքարում է հանուն իր պատվի, համբավի եւ ավելի քիչ Աստծո փառքի համար։ Մենք միշտ էլ բարդ ենք պատկերացնում Աստծո հետ մեր հանդիպումը, բայց այն տեղի է ունենում ոչ թե նրա համար, որ մենք արժանի ենք, այլ Աստված է այդպես կամենում։ Իմ կարծիքով մենք քրիստոնյաներս երկու հիմնական առաքելություն ունենք, դա մեր անձի անհատի փրկությունն է ու մեր նմանի, մեր ընկերոջ փրկությունն է ու կարծում եմ մեկը մյուսից առավել եւ պակաս չեն։ Ամեն մի անձ իր կյանքով, իր բարի վարքով պետք է առիթ դառնա, որպեսզի մարդիկ նույնիսկ իրենց անհավատության մեջ տեսնելով տվյալ անձի հոգեվոր բարոյական վիճակը, նրա հավատքը փնտրեն Տիրոջ, երբեմն վարմունքը շատ ավելի մեծ ազդեցություն կարող է գործել, քան քարոզի երկարաշունչ խոսքերն ու տողերը ըստիս։ Աստված բոլորին է կամենում փրկի, ընդհանրապես մենք տեղյակ չենք կնում, միջև Աստծո խոսքը չենք լսում, թմրած ենք կնում, քնած ենք կնում, չենք հասկանում, որ մենք ապրում ենք, ամեն ինչ վայելում ենք, այս ամեն ինչը ով է տվել մեզ։ Երբ որ խորանում ենք, արդեն հասկանում ենք, որ սա Աստծո զորությունն է, այս անձրևա, արևա, լուսին աստղերը։ Տեսնում ենք անչափ են Աստծո ողորմությունները։
Եվ սենց Աստված այցելում է յուրաքանչյուր մարդու։ Մի գեղեցիկ օր էլ Աստված ինձ հանդիպեց եւ ես դարձի եկա, հիմա էլ ուրիշներին եմ վկայում, որ բոլորը դառնան Աստծու։ Աշխարհի կյանքը ամեն րոպե, ամեն վայրկյան ինչ որ մի բանով մեզ գցում է մեղքի մեջ, փորձության մեջ, բայց կա նաև ներողամիտ հայրը, որ բոլորիս ներում է։ Այնպես որ պետք է մաքուր ապրենք, կարողանանք մեկս մեկիս ներել, սիրել, ամենակարևորը Աստված սեր է, չէ՞։ Ուրեմն պետք է սիրենք իրար, որպեսզի կարողանանք ապրենք։ Տատիկս հաղթված էին, իրանց հետ բերել էին այդ մասրունքները, ավետարան կար, նարեկ կար, փոքր չամատանի, փոքր ու ամեն շաբաթ տատիկս միշտ մում էր վառում, աղոթք էր անում։ Այն ժամանակ որ փոքր էի, չի հասկանում տատիկս ինչ է խոսում, բայց հետո մեծացա, հարցրի տատի, ամեն շաբաթ անում ես, խոսում ես, մում ես վառում, ու միշտ հարցնում տատիկ, ինչի համար ես, ում համար ես, մեր առաջինը իմ երկրի համար, աղջիկ ջան, որ խաղաղություն լինի, երկրորդը բոլոր լավ, հավատացող, լավ մարդկանց առողջություն լինի ձեզ, իմ ընտանիքին ու խիղճ ունենաք, չսթեք, դու այտենց ասում էր 7 պատվիրանները որ կատարեք ու մեր մեջ, մեր բոլոր երեխաների մեջ դա հիմնավորվեց, մինչև օրս էլ երևակայի այդ ձևով գնում ենք, հարգելով խեղճին, օգնելով խեղճին, մեր հավատքով։ Ես որ հավատում եմ Աստծուն, իմ ամեն ինչի շատ լավն է, պետք է հավատք ունենանք ամեն ինչով։ Ես փոքր եմ էլի եկեղեցի եմ գնացի, մինչև հիմա ես միշտ եկեղեցի եմ գնում ու շատ գոհ շնորհակալ եմ, թե Տեր հայրից, որ ամեն տեղ տանում է, շատ լավ է, եթե հոգևոր դառնաս, ուրեմն ամեն ինչը լավ կլինի։ Շատ նեղվում էի, ինձ որ մտել եմ այս հավատքի մեջ, փառք Տիրոջը, ես ինձ շատ լավ մարդ եմ զգում։ Ես սկզբից չէի կարողանում, ասենք, եկեղեցի հաճախել, չնայած երևի հանգամանքների վերումով չէր ստացվում, շատ էի ցանկանում, բայց ոնց որ չկարողանայի։ Բայց դրանից հետո իմ տղաս եկեղեցու սարկավակը, իմ տղան պնդեց, որ մամ արի, ասի լավ կգամ։ Սկսեցի հաճախել։ Ոնց որ այդ պատարագը լսելուց հետո ոնց որ չուզենայի դուրս գայի։ Չէի կարողանում դուրս գալ եկեղեցուց, ու դրանից հետո սկսավ իմ մոտ մշտական հաճախելը։ Իմ մոտ որ շատ մեծ բան ա փոխվել։ Հիմա ասենք կյանքին լրիվ ուրիշ ձևով եմ նայում ես։ Չեմ կարողանում ասենք մեկին չեմ էլ ցանկանում իհարկե վատություն անել կամ ինչ-որ մի բան, կամ հանկարծ որ լսում եմ մեկը շատ մեծ ցավ եմ ապրում։ Ընդհանրապես ցանկանայի որ ամեն մարդ, ամեն մեկն էլ կարողանար մտնել եկեղեցի, գոնե ամսվա մեջ 2-3 անգամ։ Մտնեին պատարագը լսեին, հաղորդակցվեին, հաղորդություն ստանային։ Իրանց սիրտն էլ երևի կբացվի։ Ինձ թվում է, որ ամենակար սիրտն էլ, ինչքան էլ որ սառած լինի, եկեղեցի մտնելուց անպայման կբացվի։ Ես այլ ճանապարհ չգիտեմ մեր հավատքը քրիստոնեական կյանք ապրելու, քան Սուրբ Գրքի միջոցով Աստծո հետ խոսել։ Երբ մարդիկ միմյանց հետ պիտի հարաբերվեն, նրանք բանավոր խոսքի միջոցով է որ հարաբերվում են ու Աստված միմիայն իր խոսքի միջոցով կարող է հարաբերվել մարդկանց հետ, բացել նրանց սրտերը, բացել նրանց մտքերը։ Եկեղեցու հայրերը նշում են, որ մեղքերը խոչընդոտներ են, որոնք զրկում են մարդուն խաղաղությունից, մութ ամպեր են և մառախուղ, որոնք ծածկում են մարդուց դեպի Աստված տանող ճշմարիտ ու փրկարար ուղին, որով մարդը պիտի ընթանա դեպի իր նախասահմանված նպատակը։ Ուստի մաքուր սիրտն է հանդիսանում Աստծո հետ հարաբերության պայմանը, ինչպես ասվում է Սաղմոսում. ով կբարձրանա Տիրոջ լեռը, կամ ով կկանգնի նրա սրբավայրում, նա, ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, ով հանձն չի առել ունայնություն, ու նենգությամբ չի երդվել իր ընկերոջը։ Հավատավորների խոսքով, առանց սրտի մաքրության հնարավոր չէ հանդիպել Աստծուն և տեսնել նրան։ Մեկի մեղքը չառնեն անմեղ տեղը, էդի սխալ եմ ես համարում։ Եթե սոր մտնես եկեղեցի դուրս գաս մյուս օրը բամբասես, էդի չի ընդունի։ Եթե մտնում ես, ոչ պիտի բամբասես, ոչ նախանձես, ամենա այդ,
որ բարիություն։ Քրիստոնյան պետք է աղոթի, որ այդ մարդուց չարը դուրս գա։ Ոչ մեկը չար չի ծնվում։ Ոչ մեկը չար չի լինում, քանի դեռ չարը չի մտել նրա մեջ եւ իրեն գործիք չի դարձել։ Չպետք է վիրավորենք, պետք է լրիվին հանգիստ խոսանք, հանգիստ պատասխանենք, չվիրավորենք, չբղավենք, հանգիստ լինենք, որ Աստված մեզների Մենք պետք է քայլենք ճշմարիտ Քրիստոսի քայլերով եւ ճշմարտությունը պաշտպանելով։ Պետք է բոլորս մեր մեջ ունենանք, ախ դա որ չեղավ մեջը չի լինի։ Այդ ժողովրդական ասма որ մեջից չեղավ որտեղից, պետք է դա ընտանիքից լինի։ Դա առաջի հերթին սերվում է ընտանիքից, ծնողներից, թեկուզ տատիկներից։ Այդ կներեք, ես հիմա այսօր իմ թորնիկներին ինչի եմ բերում։ Ճիշտ է, շատ բան ես պատարակից զրկվում եմ, շատ բան իրանք, բայց բերում եմ, որպեսզի արդեն իրանք ընդունեն իրանց մեջ եւ հավատքը, եւ ճշմարտությունը, յուրաքանչյուր տուն իր փոքրիկին սովորեցնի ճիշտ քրիստոնյա լինել, չխաբել, ճիշտն ասել, սիրել Հիսուսին, մենք երջանիկ ժողովուրդ կլինենք, ճիշտն ասած։ Առօրյայում ունակ ենք մեղանչելու, սակայն երբ առիթ ենք ունենում մտածելու, խորելու մեր արածի, մեր խոսածի, մեր վարքի մասին, ու եթե մենք ունենք այդ զգացմունքը մեր սրտում, մեր հոգում, դա անպայման մեզ զգացնել կտա եւ մեզ կասի, որն էր զազրախոսություն մեր խոսքերի մեջ, որ խոսքերն էին բամբասանք, որոնք էին պարունակում իրենց մեջ դատելու հանգամանքներ։ Հետևաբար կարծում եմ Աստուծո սերը, երկյուղը, եթե մեկը կրի իր սրտի մեջ, ինչքան էլ որ մարդու բնությունը մեղանչականը դրդում է մեզ մեղքեր գործելու, այնուամենայնիվ մենք կձգտենք, կփորձենք, որպեսզի շտկենք մեր ներսում ունեցած այդ բաց թողումները եւ ինչպես գիտենք Աստուծո համար ինքնին մեղավորը չէ մերժելի, այլ գործված մեղքը եւ առավել եւս մերժելի է այն անձի վարմունքը, որը իր մեղքերին մեղքեր է ավելացնում եւ բնավել չի ցանկանում այդ մեղքերից ազատվել, ինչպես որ կեղտոտ ձեռքերը, եթե չլվացվեն, այդ կեղտին կեղտեր կավելանան եւ այդ կեղտի արտահայտությունը առավել եւս կլինի։ Հետևաբար կարծում եմ ամեն մի անձ իր սիրտը, իր միտքը պիտի քննի եւ երբ առիթ ունենք, պիտի մտածենք դրա մասին ու կարծում եմ դա, եթե մեկը այս հոգին, այս սիրտը ունի, այն իրեն հայտնի կանի, կներկայացնի, մարդ կիմանա իր գործած սխալը։ Անկարելի է Աստծու նման կատարյալ լինել։ Փրկության ճանապարհն Աստծուն նմանվելու եւ նրա շնորհով հոգեպես աճելու աննահանջ մի ընթացք է։ Մեղքից դեպի սրբագործություն, գերությունից ազատություն, խավարից դեպի լույս, մահից դեպի հավիտենություն։ Ըստ հավատավորների, եթե քայլենք Հիսուսի ճանապարհով, եթե իրապես ուզենանք կատարելության հասնել, կբացենք մեր սրտերը, հոգիները եւ նրան ներս կհրավիրենք։ Տիրոջը մեր հոգում բնակեցնելով, ախտերից մաքրած կլինենք մեր ապականված հոգին։ Կքանդենք ամբարտավանության ու անմարդկայնության դղյակները, կգտնենք կատարելության ճամփան։ Այդ ժամանակ իրապես մաքուր սիրտ կունենանք, մաքուր խիղճ, ազնիվ հոգի ու լիովին փոխված, նորոգված ու աստվածահաճո կյանք։ Ասենք գալիս են կարող է հայմեր բան ասեն, բայց ասուն չեն հավատում։ Սենց մտնում են եկեղեցի, դուրս են գալի գիտեն էտա, բայց տենց չի։ Եթե հավատք ունես, պետք է շատ սրտով մտնես իր մեջ։ Եթե մտներ իր մեջ շատ լավ է, ամեն ինչով։ Տիրոջ ուժը մի հզոր ուժ է։ Եթե հավատքով ես մոտենում, ամենակարևորը հավատքով։ Իսկ ես մանկուց ծնվել եմ, մեր տունը հավատք ա եղել։ 7 օրական եմ եղել, կնքվել եմ,
ծնողներս կնունք են արել։ Ամուսնացել եմ, ամուսինս հիվանդայել 20 տարի, Աստված ինձ ուժա տվել պահեմ։ Մատնեմ իր զորությանը, մեծ հավատքով, մեծ ինչին էլ մոտենաս հավատքով, Աստված քեզ վարձահատույց կլինի անպայման։ Ես կպատգամեմ իմ տկար անձով, որ մեր հայ ժողովուրդը խոնարհություն ունենան, ճանաչեն իրենց արարչին։ Ես կխնդրեմ, որ իմ հայ ժողովուրդը քնից արթնանա, բոլորը դառնան զղջան իրենց մեղքերը եւ խաղաղության Աստծուն իրենց սրտերի մեջ ընդունեն, որովհետեւ շատ մոտ է Աստծո դատաստանը, մենք գրքերից ենք իմանում, մենք եղած իրավիճակներից ենք հասկանում, որ աշխարհում ինչեր է կատարվում եւ այս բոլորը վկայում են Հիսուսի գալստյան մասին։ Ես ուզում եմ արդեն Աստված պիտի գա ու պիտի դատի ողջ աշխարհը, ուրեմն մենք բոլորս զգուշ լինենք, ապաշխարենք, մեղքերից հեռու մնանք, որպեսզի Աստված մեզ փրկի եւ իր հավիտենական սուրբ դրախտին արժանացնի։ Քրիստոնեայի կյանքը հաղթանակով դի ավարտվի։ Մենք հիմա պահծողության մեջ ենք, չարչարանքների մեջ ենք, բայց պիտի գա լույսը, եւ այլ լույսը Քրիստոսի հարությունն է, ամեն մի քրիստոնյա համար։ Դուք պիտի ժառանգեք երկնքի արքայությունը, եթե մարդը պատրաստ չէ դրան արքայություն, ուրեմն ինչի համար է մեր մարդը, ինչի համար է պայքարը, ինչպես Առաքյալն է ասում, ես պիտի հաղթեմ, եւ Քրիստոս ինձ ցույց տվեց, ասում է, ճանապարհը հաղթության, որովհետեւ Քրիստոս հարություն առավ ննջեցյալներից եւ մեզ էլ որպես Քրիստոսի հավատակիցները տանում է այդ ճանապարհով, որ մենք էլ պիտի հարություն առնենք, որ մենք էլ պիտի Քրիստոսով երկնքի արքայությունը ժառանգենք։ Եվ Քրիստոսն ինքը մեր Տերն ասեց. «Իմ զավակներն եք, իմ որդիներ, պիտի իմ հետ մտնեք արքայության»։ Եվ պիտի նստեք այն սեղանին, որտեղ ես եմ նստում։ Եվ ասում եմ նրան, երանի ան մարդուն, որ Աստծո սեղանից կօգտվի, արքայության մեջ կլինի։ Ես սա ամեն մի հավատացյալի նպատակն է, ուղղությունը, որ ինքը հասնի արքայության։ Իզուր ինչու են այնքը պահքեր պահում, եկեղեցի գնում, աղոթում, հաղթանակի է սպասում։ Ինչպես Պողոս Առաքյալը կասե ստանալու դափն է պսակը, եւ դրա համար ամեն մեկ ուզում է առաջ վազել, Աստծուց առավել շնորհեր ունենալ աղոթքի մեջ, պատարակի մեջ, որովհետեւ հարության օրը Քրիստոսով հարություն առնի եւ արքայության ժառանգոր դառնա։ Եվ ամենաառաջինը արքայություն մեր մեջ պիտի նաեւ փնտրենք։ Դրա համար ասում եմ աղոթեցեք առաջինը արքայության համար։ Կարևոր արքայություն, երբ որ մենք աղոթում ենք արքայության համար, արդեն մեր միտքը ամբողջ մեր կյանք ուղղվածությունը փոխում է դեպի հավատքը եւ այն նպատակակետը, որպես ես քրիստոնյա ինչ վիճակի մեջ եմ, հասնեմ արքայության։ Եվ սա է, որ Քրիստոսով մենք ունենանք սուրբ հարությունը, դիմավորենք Աստծո լուսաշող հարությունը մեր հոգիների մեջ եւ փառքացու նաեւ մեր սուրբ տաճարներում։ Փառաբանվի Տիրոջ անունը։ Ամեն։ Աղոթեցեք նրանց համար, ովքեր չարչարում են ձեզ եւ հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է, քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրև է թափում արդարների եւ մեղավորների վրա։ Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ինչ է, չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ինչ ավելի բան եք անում, չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում։ Արդ կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Մատթեոս ավետարանիչ։ Հենց ամենակարևորը սերն է, որովհետև որ Աստված սեր է, մեզ էլ է պատգամում, որ մենք այդ սիրով վերաբերվենք։ Որքանով է ճիշտ, եթե մեկը մեկին վիրավորում է, այդ ամբողջ օրը մտածում է, ինչի սենց վատ բան արեցի, կարելի էր մի քիչ մեղմ ասել, կարելի էր սիրել, ներել։ Հենց Աստծո խոսքը մեզ հետ է պատգամում, ամբողջ Աստվածաշունչը ինքը սիրո պատգամ է բոլոր անհատներին, ովքեր կարդում են։ Ուրեմն մենք սեր ունենանք, որ համբերենք նեղությանը, մեկին կարողանանք հասնենք, օգնենք, մի ինքածին վեր բարձրացնենք, պարտադիր չէ, որ ամեն անգամ ասենք նյութապես, եթե հնարավորություն չունես նյութապես օգնելու ինչ-որ նեղյալին, բայց սերը
միշտ կա։ Այդ սիրով կարող ես դու շատ մեծ գործեր անել ու մխիթարել, օգնել, ուրախացնել յուրաքանչյուր մարդի, որը ունի այդ սիրո կարիքը։ Թող Աստված այդ սերը լցի մեր ժողովրդի մեջ, որ մեկը մեկի հանդեպ սիրով վերաբերվեն, քաղցր լինեն, օգնող լինեն, հասնող լինեն, որպեսզի իրենք էլ արժանանան ասրով քաղցր արքայությանը։ Որովհետև սեր ունենալու մարդու միջից դուրս է գալիս այն բոլոր դառնությունը, թշնամանքը եւ մահացու մեղքերը, որ Տերը չի ընդունում, եւ ինքը որ սեր է ունենում, ներում է դիմացինին ու ինքը խաղաղությամբ է ապրում։ Իսկ ով թշնամություն ունի, նա սերը տալիս է նրան կուզի թող վերցնի, կուզի թե չէ։ Ինքն է միևնույն կրում իր թշնամությունը, իսկ սերը, որ վերցնում ես, առաջինը քեզ է բուժում հոգով, մարմնով, սրտով։ Եվ դառնում ես լուսավոր կետ նաև նրանց համար, ովքեր որ տեսնում են քեզ եւ քեզնով զգում են, որ դու ինքդ մաքուր ես եւ փորձում են ընդօրինակել կամ հետաքրքրվում են, թե ինչից է դա գալիս։ Իսկ եթե վկայում ես, որ դա գալիս է հավատքից, Աստծո նկատմամբ վստահությունից, սիրուց, նրանք էլ երևի կարծում են, թե մտորում են, խորհում են ու վերջո երբ Աստված բոլորի միտքը բացում է, մաքուր հոգով մոտենաս, անկեղծ հավատքով նորից ամենակարևորը անկեղծ։ Եթե դու անկեղծ չեղար, հավատքով չեղար, ուզում եմ օրը 1000 անգամ գաս եկեղեցի ու ծնկի գաս, դա չի ընդունվի։ Կամ եկեղեցուց դուրս գաս, անեսք բերանդ անեսք լինի, դա չի ընդունվի։ Օգնել է, այո, պետք է մենք օգնենք, տենանք, որ մեկը չունի, չկա, մենք պետք է օգնենք հացով, գումարով, շորով, ինչով որ կարանք օգնենք, թեկուզ խոսքով իրան դարձի բերենք եւ հավատքի բերենք եւ մեր մեջ բերենք, Հիսուսին հավատա, ինքը որ հավատա, Հիսուսին Աստծուն հավատա, Աստված էլ իրան կօգնի։ Աստված ամենամեծագույն սիրով սիրեց մեզ, տալով իր միածին որդուն մեր բոլորի մեղավորների, անմեղների, բոլոր արածների հոգիների փրկության համար ու Աստված այդ սիրով շարունակում է սիրել մեզ, այդ սերը առատ է, այդ սիրո արտահայտությունն է ամեն օրվա անխափան լույսի ծագումը, արեգակի ջերմությունը, այս կյանքը, որը մենք վայելում ենք, այն կյանքը, որը մեր մեջ շարունակվում է գործել, ապրել, այդ սիրո մեծ արտահայտությունն է։ Ուստի եթե մենք գիտակցենք սա, մենք ինքներս էլ կփորձենք մեր նմանին սիրել։ Տեր Հիսուս Քրիստոսի տված երկու պատվիրաններով, թե սիրիր քո Տեր Աստծուն եւ նաեւ սիրիր քո նմանին, քո ընկերոջը։ Ուրեմն մենք պարտավոր ենք սիրելու մեր Տիրոջը ու մեր նմանին, մեր ընկերոջը, եթե չսիրենք, չունենանք այդ սերը, չենք կարող մենք ասել, որ մենք քրիստոնյա ենք, բայց մեր սրտի մեջ չունենք այդ սերը։ Ես կարծում եմ ցանկացած խոսքի, զգացմունքի անկեղծ դրսևորումը դա անկեղծ հավատքն է, իսկապես սիրո դրսևորումը հենց սերել կլինի եւ ոչ թե միայն խոսքեր ես սիրում եմ քեզ, բայց իմ վարմունքի մեջ, իմ գործողությունների մեջ հակառակն եմ ապացուցում։